Երկու օր առաջ Լևոն Քոչարյանի արդարացի դիտողությանը, արդարացի հարցին հետևեց Նիկոլ Փաշինյանի այս ամբիոնից հրահանգը ուժային ամբողջ համակարգին, հետևեց հրահանգը ամբողջ ուժային հավաքարքին, որ գլուխները պատով կտամ, եթե այս ամբիոնից հնչեցրածը դուք չիրականացնեք, ու արդեն հստակ էր, որ առավոտյան մենք հանդիպելու ենք այն ամբողջ այլանդակությանը, ինչի ականատեսը եղանք երեկ։ Չեմ ուզել նա ծալքերի մեջ անդրադառնալ, չեմ ուզել նա նույնիսկ անդրադառնալ նախագահ Քոչարյանի դեմ այս նոր փուլը արշավի, որովհետև հաղթած նախագահը, պատերազմում հաղթած նախագահը հաղթել է նաև անցնող 8 տարիներին, չի ընկրկել բանտարկությունից, չի վախեցել եկել է հայրենիք պատասխան տալու, ձերբակալվել է, կալանքի տակ է մնացել, ազատ արձակվել, իր ոտքով նորից բանտ է գնացել, այս փորձությունն էլ անցնելու, իր ընտանիքը որևէ վայրկյան չի փախել ռմբակոծվող Արցախից, մնացել է մինչև վերջ, Լևոնն էլ անստել, Սեթրակը այս փորձությունն էլ կանցնի, Տիկին Բելան ընտանիքը այս փորձությունն էլ կանցնեն, բայց ես խոսելու եմ մի ահավորության մասին, անկեղծ ասած երեկ մինչև գիշերը 3:04-ն էր, դատարանի բակում էինք հակակոռուպցիոն, վերադարձել եմ չէի կարողանում քննել, գիտեք, իմ 57 տարվա կյանքում ես շատ բան եմ տեսել Հայաստանում, շատ անարդարություն եմ տեսել Հայաստանում, դատական համակարգի բոլոր ժամանակներում էլ այլանդակություն եմ տեսել եմ ողնաշարով դատավորներ, այդ թվում իմ դատավորը ժամանակին Ծարիկ Մինասյանին հարցրեք իր հարազատ քեռինա, որը հակառակ իշխանության բոլոր ճնշումներին դաշնակցության դեմ որևէ մեղադրանք դատավճռով չկայացրեց, բայց երեկ դիմում եմ այստեղ ԿՊ պատգամավոր կանանց հատկապես, կանայք, որոնք ունեն մանկահասակ երեխեք, երջանիկ լինեն բոլորը, երեկ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք, հայր, մայր, 2 քույրեր, քույրերից մեկին, որը 3 անչափահաս երեխայով միայնակ մայրը, դատարանը առանց աչքը թերթելու, ես դատավորին պատկերացնում, մեկ էլ հիշում օրը Նիկոլ Փաշինյանը գոռում էր, ու միանգամից որոշումը կայացնում է, կալանք, տեսակցություններ մենակ անչափահաս երեխեքին, պատկերացնում եք կանանց գաղութ 8-9 տարեկան երեխեն մտնում է մենակով քայլում է, լավ կասեք կհակադարձեք, լավ տատին կպահի, չէ 74 տարեկան տատին էլ են կալանք տալիս, 74 տարեկան տատին, իսկ աղջկան գիտեք ինչ են կալանք տվել, իբր 98 թվականին 18 տարեկան աղջիկ երեխեն այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, բայց դատավորը խելագարությամբ միջնորդություն էլ կհաստատի, որտեղ ինքը հիշում է, որ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը գոռում էր լրիվ վրա, լավ տատին էլ անստած, կասեք մյուս քույրը կպահի, չէ, բայց մյուս քրոջն էլ են անչափահաս երեխեքի մոր կալանք տվել, Աստված մի արածե հեռու բոլորի տղամարդիկ լսեք, հորը տվել են տնային կալանք, պատկերացնում եք այդ մարդու վիճակը, տնային կալանք, որ նույնիսկ իր թոռներին չի կարող այցելի, այսպիսի բան մեր երկրում, ոչ թե Հայաստանի անկախ հանրապետությունում, խորհրդային Հայաստանում չի եղել, երեք դատարանի բակում տասնյակներով ոստիկաններ կային, գեդիններն էին մտել, անկեղծ մութ էր, ռիսկով կարում էին ասել մի մանուկյան, չգրված օրենքար, ընտանիք 2 անդամի չեն բռնում, մեր 2 աղջիկ 3 տարել են կալանքի, Տիկին Բաթոյան խոսում եք կանանց իրավունքների մասին, մի հատ ՀԿ-ի բարձրաձայնում տեսել եք ցավի սիրտ եմ ասում, որտեղ գլխատվել է 8 տարին հասարակական սեկտորը, խոսացող չկա,
Ինչ կանանց իրավունքներ, ինչ բռնություն, լավ էլ սրանից ենքով խելագարության սահման չկա մեր երկրում։ Հասկացեք,